Մոտ մի շաբաթ զբաղված էի միայն վիդեո նկարելով, ձայնագրելով, տեղադրելով Instagram, որոշեցի մի քիչ հանգստանալ։ Այսօր նվիրում եմ իմ մարմնի և հոգու խնամքին։ Առաջինը ընտրում եմ երաժշտություն, շատ հավես երաժշտությունը ալբոմ է, որի միջոցով արթնանում է ցանկություն զբաղվել մարզանքով, այսօր ձեռքերի օր է, այսպիսի ռեզիններ ու ֆիթնես գնդակ եմ պատվիրել Whiteberries-ից և դրանց միջոցով աշխատում եմ, սա իմ մազերի խնամքի միջոցներն են, հետո անում եմ մի փոքր մանիկյուր, չեմ սիրում ոչ մի ծածկույթ, իմ աշխատանքում խանգարում է դա, ուղղակի փայլեցնում եմ, գել-լակերը խանգարում են, իսկ սովորական մանիկյուրը շատ շուտ է թռնում, ծայրերը փչանում, նկարահանումների ժամանակ ստիպված կլինեի ամեն օր նոր մանիկյուր գցել, հիանում ենք մեր վարդով, ինչ է նշանակում մարմնի ու հոգու խնամք։ Այս օրերին անում եմ միայն այն գործողությունները, որոնք լավ են իմ մարմնական և հոգեկան առողջության համար։ Մարզվելը, ինչ-որ մեդիտատիվ գործողություններ կատարելը, ինչ լավ է, որ զարգացնելիցս մեկը նկարչությունն էր։ Մեդիտացիոն երաժշտություն դրեցի Gloria Jean's-ի Long Sleeve-ի վրա, պետք է նկարեի հայկական հուզոր։ Ընտրեցի այս նկարը, մեկը մեկին չեմ անելու, նմանակելու եմ ուղղակի։ Եվ դանդաղ իմ հավեսով մեդիտացիոն երաժշտության տակ շատ հետաքրքիր ու հաճելի երեկո անցկացրեցի։ Նախ ներկում եմ ամբողջ տարածքը, որտեղ որ պիտի նկարվի սպիտակով, որպեսզի գույնը հետո ավելի վառ երևա, դնում ենք կողքի, որպեսզի չորանա և վերցնում ենք զառայի վերարկուն։ Այս վերարկուի վրա այսպիսի հուզոր պիտի անենք, ընդամենը մի փողկը պիտի լինի այսպիսին։ Վերցնում եմ դերձակի կավիճ, ծայրը մի քիչ սրել։ Եվ երկրորդ օրն էլ եմ գցել այսօրվան։ Հաջորդ օրը զանգեցին և հյուր կանչեցին, պիտի գնամ վարդի թերթեր հավաքելու, վարդի մուրաբա շատ եմ սիրում։ Գնացինք, այգում հավաքեցինք թերթիկներ, մոտի դաշտում որոշեցի մի փոքր դրվագներ նկարել։ Համեղ բան պատրաստեցինք, ըմբոշխնեցինք, շատ հաճելի կամպանիայով հավաքվել էինք, զրույց արեցինք մինչև ժամի 4-ը ու հետո ես տուն վերադարձա։ Միանգամից սկսեցի մուրաբայի պատրաստություն տեսնել։ Լվացրեցի թերթիկները, դրեցի սիրոպը եփվելու և այդ ընթացքում զանգ ստացա, որ վաղը պետք է կնունք գնան ու շատ շտապ պետք է կնունքի սինի պատրաստենք։ Ասեցի ինչ է պետք առնելու, բերեցին բոլոր պարագաները, որոնք հարկավոր էին։ Ես հույս ունեի, որ մուրաբան եպելուց հետո այսօր էլ մի քիչ կնկարեմ, բայց չստացվեց։ Մի տեսակ անճաշակ գույներով ուլունքներ ու թղթեր էին լցրած, ոնց որ զատկի հավգիտ լինեին, դրանց փոխարեն կոլբաների մեջ ցորեն լցրեցի, որպես բերիության նշան, վրաները շագանակագույն թելի փոխարեն այսպիսի մարգարիտներ կպցրեցի։ Եվ քանի որ օրը շոգ էր, ես պետք է իրանք էլ գնային մինչև Էջմիածին հասնեին, մինչև այդ շոկոլադները կարող էին հալվել, դրա համար որոշել էին, որ շոկոլադը կառնեն Էջմիածնում։ Ես նախօրոք պատրաստում եմ այնպես ինչպես գինին և սրբիչներն են կապված, նույն ձևի կապ եմ պատրաստում նաև շոկոլադի համար և ծայրին կպցնում եմ կպչուն թերթիկ, որպեսզի հետո իրանց կոնֆետների վրա կպցնեն։
Պատրաստ եղելուց հետո իջա նկուղ, ընտրում եմ բանկաներ, որոնց մեջ լցնեմ իմ մուրաբան, մուրաբան վարդի իմ համար արևոտ օրվա համունի, ես շատ եմ սիրում այս մուրաբան, տաք մուրաբան լցնում եմ մեջը, մի քիչ շատ եփվավ, որովհետև ես այդ ընթացքում ուրիշ գործերով էի զբաղված և շատ ուշադրություն չէի դարձնում, բայց ոչինչ, այսօր երկար էր, իրադարձություններով լի, հոգնած եմ ահա որ, ուզում եմ միայն քնել, բարի գիշեր բոլորին։